Համարում եմ, որ գոնե վերջին 1-2 տարիների ընթացքում որոշակի ձևաչափեր են ձևավորվել, որոշակի գործընթացներ մտել են բնականon հուն, անցնում են հանրահավաքներ, անցնում են կոռեկտության սահմաններում եւ ճիշտ ճանապարհը դա է։ Կարծում եմ, որ եւ իշխանությունները եւ ընդդիմադիրները ճիշտ հետևություններ պետք է անեն անցյալի սխալներից, որպեսզի անցյալի սխալները չկրկնվեն եւ ասածս որպես ռևերանս չընդունեք, բայց Փառք Աստծո շատ պարագաներում եւ այս կողմում եւ այն կողմում կան մարդիկ, ովքեր ունեն մեծ փորձ, ովքեր գիտեն թե ինչ է նշանակում պետություն եւ պետականություն, ովքեր կարող են տեսնել այն սահմանը, որը կա հայրենիքի, պետականության, ազգային խնդիրների եւ քաղաքական նկրտումների միջև։ Եվ կարծում եմ, որ մեզնից յուրաքանչյուրի համար քաղաքական նպատակները չպետք է լինեն գերխնդիր։ Իհարկե այդպիսի նպատակներ պետք է լինեն։ Հակառակ պարագայում տարօրինակ կլիներ քաղաքական գործունեությունը։ Բայց նորից եմ կրկնում, մենք բոլորս պետք է հստակ տեսնենք այդ սահմանը, բոլորս յուրաքանչյուրս մեր հերթին պետք է անենք ամեն ինչ, որպեսզի անցյալի սխալները չկրկնվեն։ Չեմ հոգնում կրկնելուց, որ փոփոխությունները միշտ պրոբլեմատիկ են լինում, փոփոխությունները միշտ ցավոտ են լինում։ Եվ իհարկե ցանկացած քաղաքական ուժ փորձում է այս խնդիրները ծառայեցնել իր նպատակին։ Բայց մյուս կողմից էլ պետք է ասեմ, որ մենք շարունակելու ենք փոփոխությունները, նոր զարգացումներ են լինելու ոստիկանությունում, մեր դատաիրավական համակարգում, հարկային մաքսային համակարգում, եւ այս փոփոխությունները ի վերջո պիտի բերեն նրան, որ քաղաքական մեծ կամպանիաների ժամանակ, ընտրությունների ժամանակ ժողովուրդը կարողանա կողմնորոշվել։ Ում է քվե տալիս։ Ես վստահ եմ, որ մեր երկրում զարգացումները լինելու են շարունակական, զարգացումները լինելու են տևական եւ այս զարգացման արդյունքում ունենալու ենք ժողովրդավար երկիր։ Սա է մեր նպատակը։ Եվ մենք մեր նպատակին հասնելու ճանապարհին լինելու ենք հաստատակամ։ Այս շաբաթ կնքվեց հայ-լատվիական երկու գործարար պայմանագիր, եւս երկուսը կկնքվեն առաջիկա օրերին։ Լատվիական ներդրումները մեր երկիր հնարավոր եղավ ներգրավել նախագահ Սարգսյանի այցի ընթացքում կազմակերպված գործարար համաժողովի շրջանակում։ Սերժ Սարգսյանը այս շաբաթ պաշտոնական այցով Լատվիայում էր։ Բարձր մակարդակի բանակցությունների օրակարգի գլխավոր հարցը տնտեսական երկկողմ նախագծերն են եւ Եվրամիության հետ գործակցության ժամանակ լատվիական փորձը կիրառելը։ Տարածքով ու բնակչությամբ մեր երկրի հետ զուգահեռվող խորհրդային տարիների եղբայրական համարվող հանրապետության հետ խորհրդային փորձն ուսանելի, հատկապես, որ Լատվիան արդեն Եվրամիության անդամ է։ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը զրուցում էր Լատվիայի 100 ամենախոստումնալից երիտասարդներից մեկի Հայկ Կարապետյանի հետ։ Հայկն ընդամենը 27 տարեկան է եւ օրեր առաջ Լատվիայի ազգային օպերայում կայացել է նրա բեմադրած Ռոսինիի օպերայի պրեմիերան։ Այս երկրի կինոինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետի շրջանավարտի դիպլոմային աշխատանքը ստանում է Լատվիայի Grand Prix, իսկ երիտասարդ ռեժիսորը պետական ֆինանսավորում լիամետրաժ ֆիլմի համար։ Ինքը գրում է, ինքն էլ նկարահանում։ Ջայլտով մասնա, որ Իրանն է մանգալս, տեղ է մանգալս կյանքում։ Հարուստ մարդու կնգայս, բանը, որ մի օր ապր այդ մեծ տան մեջ, որ Իրանը զգա որպես հարուստ մարդ։ Նկարահանումների ժամանակ սկսում է գրել իր նոր ֆիլմի սցենարը։ Երկրորդ ֆիլմը մարդու մեկուսացման մասին է։ Վերջում ավարտվում է սարսափ ֆիլմերի լավագույն ժանրով։ Երկու ֆիլմերի արտադրությունն էլ կավարտվի այս տարի, ու չի բացառվում, որ Հայկը դրանցից մեկը ներկայացնի Ոսկե ծիրանին։ Հայկի ծնողները Լատվիայում են հաստատվել 30 տարի առաջ, 1981-ին, եւ ներկայացուցիչն են 4000-անոց հայկական համայնքի, որ այսօր բնակվում է Մերզբալթյան այս երկրում։ Հայկի հայրենիքի մասին այս շաբաթ պատմում էր նաեւ Լատվիայի հանրային հեռուստատեսությունը։ Առիթը նախագահ
Սարգսյանի այցն էր այդ երկիր։ Ռիգայի ամրոց է կոչվում Լատվիայի նախագահի նստավայրը, որի շքամուտքի մոտ տեղի ունեցավ Հայաստանի նախագահի դիմավորման հանդիսավոր արարողությունը եւ որով էլ մեկնարկեց Սերժ Սարգսյանի երկօրյա պաշտոնական այցը Լատվիա։ Դիմավորման արարողությունից հետո նախագահներ Սերժ Սարգսյանն ու Վալտիս Զատլերսը առանձնազրույց ունեցան, որին հաջորդեց պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Հայ-լատվիական բանակցություններից հետո ստորագրվեց երկու միջպետական համաձայնագիր եվրոինտեգրման ոլորտում գործակցության եւ մշակույթի ոլորտում եռամյա համատեղ աշխատանքի մասին։ Բանակցությունից հետո լրագրողների հետ հանդիպմանը երկու երկրների առաջնորդները տեղեկացրին, որ պայմանավորվել են Հայաստանում եւ Լատվիայում բացել դեսպանատներ։ Բացի այդ, շուտով կգործի Երևան-Ռիգա ուղիղ ավիակապը։ Հայ-լատվիական գործակցությունը երկկողմ եւ բազմակողմ գնալով ինտենսիվանում է։ Քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունը պետք է շարունակվի ակտիվ տնտեսական փոխգործակցությամբ եւ առևտրաշրջանառության ծավալի ավելացմամբ։ Այն չնայած ճգնաժամին չի նվազել, բայց եւ չի էլ ավելացել։ Երկու առաջնորդները խոսել են նաև եվրոինտեգրման մասին, այդ առումով ըստ Լատվիայի նախագահի որոշվել են այն առաջնային ու գերակա ուղղությունները, որոնց հարցում տեղացի փորձագետները պատրաստակամ են օգնել Հայաստանին եվրաբարեփոխումների ճանապարհին։ Դրանից հետո արդեն փոփոխությունները շոշափելի կլինեն, նկատեց նախագահ Սարգսյանը։ Արևելյան քաղաքականության շրջանակներում Հայաստանի ընտրած գերակայությունների իրականացնելու պարագայում Հայաստանի քաղաքացիները կզգան տնտեսական աշխուժություն եւ որպես հետևանք սոցիալական պայմանների բարելավում։ Սա մեկ, եւ երկրորդ, Հայաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան ավելի դյուրին կերպով շփվելու եվրոպացիների հետ։ Մենք ունենք երկու կարևոր գերակայություն՝ ազատ եւ համապարփակ առևտրի մասին պայմանագրի կնքում եւ երկրորդ վիզաների ռեժիմի դյուրացում։ Գիտեք, որ վաղը 4-րդ փուլն է մեկնարկում բանակցությունների եւ կարծում եմ, որ ունենք բոլոր հիմքերը պնդելու, որ մենք շարժվում ենք գրաֆիկին համապատասխան եւ մեր ծրագրերին համահունչ։ Արդեն տնտեսական հարցերը երկու երկրների առաջնորդները քննարկեցին հայ-լատվիական գործարար համաժողովին։ Այստեղ են ավելի քան 30 գործարարներ երկու կողմից։ Նախագահական այցերին զուգահեռ գործարար համաժողովների անցկացումն արդեն ավանդույթ է դարձել եւ դրա տնտեսական գործակցությունն ակտիվացնելու լավագույն միջոցներից է։ Այն հնարավորություն է ընձեռում գործարարներին ծանոթանալու միմյանց երկրի տնտեսությանը, տնտեսավարման պայմաններին, ներդրումային հնարավորություններին եւ հաստատել գործարար կապեր ամենատարբեր ոլորտներում։ 2005 թվականին Երևանում անցկացված գործարար համաժողովի արդյունքը 2006 թվականին լատվо-իսլանդական Նորվիգ բանկ բաժնետերական ընկերության դուստր կազմակերպության հիմնումն էր Հայաստանում, իսկ 2009 թվականի դեկտեմբերին կայացած գործարար համաժողովից հետո որոշակիորեն աճել են նաև ապրանքաշրջանառության ծավալները։ Գնահատելով հանդերձ այս դրական դինամիկան, ցավոք չեմ կարող արձանագրել, որ մենք համագործակցում ենք մեր հնարավորությունների ներածին չափով։ Նախագահը հույս հայտնեց, որ համաժողովի ընթացքում հնարավոր կլինի քննարկել եւ արդյունավետ պայմանավորվածություններ ձեռք բերել երկկողմ գործարար կապերի կայացման եւ խորացման համար, ժամանակի ընթացքում դրանք վերածելով երկարաժամկետ փոխշահավետ գործակցության։ Հատկապես կառանձնացնել զբոսաշրջության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները, քանի որ հենց այստեղ մեջ ներուժ կա տնտեսական համագործակցությունը ընդլայնելու համար։ Բացի այդ, կարող եմ առանձնացնել նաև գյուղատնտեսության եւ սննդամթերքի արտադրության ոլորտները, հատկապես էկոլոգիապես մաքուր ապրանքատեսակների արտադրությամբ զբաղվող երկու երկրների գործարարների միջև փորձի փոխանակման, ներդրումների իրականացման եւ համատեղ ձեռնարկությունների ստեղծման անհրաժեշտությունը։ Պաշտոնական այցի առաջին օրվա ընթացքում Հայաստանի նախագահը բանակցություն վարեց Լատվիայի Սեյմի նախագահի եւ ծաղկեփունջ դրեց Ռիգայի կենտրոնում գտնվող անկախության հուշարձանին։
Արդեն երեկոյան պաշտոնական ընթրիքին նախագահները խոսեցին այն մասին, թե ինչպես են պատկերացնում եւ ինչպես են ցանկանում տեսնել համատեղ ապագան։ Մեր երկրները հարուստ չեն բնական պաշարներով, ուստի մենք պարտավոր ենք լինել ճկուն եւ աշխատասեր, մեր զարգացումը կապելով մարդկային կապիտալի, մարդկանց ստեղծագործ հնարավորությունների հետ։ Այս ամենին թերևս կարող ենք նաեւ գումարել մեր ընդհանուր անցյալը եւ կունենանք այն իրական պատկերը, որ մեզ համատեղ առաջ շարժվելու ամուր հիմքեր է տալիս։ Նախագահի պատմելով անձամբ ինքը շատ ջերմ տպավորություններ է պահպանել երիտասարդ տարիներին Լատվիա իր այցերից։ Դոմյան տաճարը, Ռիգայի 5 քաղաքի գեղեցիկ ճարտարապետությունը, մարդկանց սիրալիր ու բարյացակամ վերաբերմունքը եւ վերջապես խոր արմատացած եվրոպական պատկանելությունը դրոշմվել են ոչ միայն իր, այլև շատ հայ այցելուների հիշողությունում։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ հետագայում արդեն անկախության տարիներին, երբ ես Ռիգա այցելեցի որպես անկախ Հայաստանի պաշտպանության նախարար, համոզվեցի, որ ձեր հրաշալի մայրաքաղաքը տարեստարի ավելի ու ավելի է գեղեցկանում։ Նախագահ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Ռիգայում այցելեց նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի եւ հանդիպեց Լատվիայի մեր հայրենակիցների հետ։ Հենց եկեղեցում նախագահը զրուցեց Լատվիայի համայնքի ներկայացուցիչների հետ, խոսելով հայ-թուրքական սառեցված գործընթացի մասին, Սերժ Սարգսյանը նկատեց, որ Թուրքիան ստորագրելով արձանագրությունները, այնուհետև հրաժարվեց դրանք վավերացնել խորհրդարանում, փորձելով նախապայմաններ առաջադրել, այդպիսով խուսափելով երկխոսության առաջարկից։ Արդյունքում բոլորը, այդ թվում նաև մեր երկրի գործընկերների համար ակնհայտ դարձավ, թե ում պատճառով են հայ-թուրքական հարաբերությունները մնում չկարգավորված։ Խոսելով արդեն Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին, նախագահ Սարգսյանն ընդգծեց, որ Հայաստանը Սփյուռքի հետ համատեղ պետք է պայքարի Արցախի համար։ Անդրադառնալով Սոչիում կայացած վերջին եռակողմ հանդիպմանը, նախագահ Սարգսյանն ասել է, որ ադրբեջանցիների դիրքորոշման մեջ կա որոշակի տեղաշարժ։ Ամսի 5-ին Սոչիի հանդիպումից հետո կարելի է ասել, որ որոշակի տեղաշարժ կա ադրբեջանցիների դիրքորոշման մեջ եւ ես համարում եմ, որ մենք տեսանելի ապագայում կարող ենք հասնել որոշակի համաձայնությունների սկզբունքների շուրջ։ Գիտեք, այդ սկզբունքները որոնք են, ուժի եւ նրա սպառնալիքի բացառում, տարածքային ամբողջականության սկզբունքի ընդունում եւ ազգերի որոշման սկզբունքի ընդունում։ Այս սկզբունքների շուրջ համաձայնության գալուց հետո նոր սկսվելու է բանակցությունների մի նոր փուլ եւ այն ժամանակ իհարկե շատ հարցեր մանրամասնելու է։ Ուզում եմ ասել, որ սկզբունքների շուրջ համաձայնության գալը դեռևս սկիզբն է, դա ավարտ չի։ Եկեղեցու բակում նախագահը զրուցեց եւ լուսանկարվեց լատվիահայերի հետ։ Համայնքի հետ հանդիպումով էլ ավարտվեց Հայաստանի նախագահի երկօրյա պաշտոնական այցը Լատվիա։ Արտակ Ալեքսանյան, Արման Ղարիբյան, Հայլուր։ Ավելի ուշ նախագահ Սարգսյանը Սոչիի եռակողմ հանդիպումը կբնորոշի հանգրվանային։ Նախագահը Սոչիի մասին սկզբում խոսեց Ռիգայում, հետո մանրամասնեց Ծաղկաձորում, նկատելով, որ բանակցությունները շարունակվում են, կապ հաստատող, որի վրա աշխատում են, դա երկարաժամկետ գործընթաց է եւ կան կարճաժամկետ պայմանավորվածություններ, որոնք կողմերը պարտավոր են կատարել։ Հանգրվանային ու կարևոր է նաեւ այն, որ հենց այս շաբաթ Քեդորսեի Ֆրանսիայի արտգործնախարարության ղեկավարը հայտարարեց, որ միջնորդ Ֆրանսիայի համար Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հիմնարար սկզբունք է։ Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարությունը համընկավ Արցախի նախագահի Փարիզ այցի հետ։ Բակո Սահակյանը հյուրընկալվեց Ֆրանսիայի ազգային ժողովում, Սենատում եւ միջազգային հարաբերությունների ֆրանսիական հեղինակավոր ինստիտուտում։ Պատմում է Արտակ Երիքյանը։ Նախագահ Սարգսյանի համար Սոչիի վերջին եռակողմը տարբերվում է մյուս հանդիպումներից։ Նա Սոչին համարում է հանգրվանային։ Կա բանակցային հստակ հիմք, կան կարճաժամկետ ու երկարաժամկետ պայմանավորվածություններ, ասում է երկրի ղեկավարը։ Երկարաժամկետ պայմանավորվածություն, բանակցությունները շարունակվելու են։ Սոչիում կարծես ի վերջո նշմարվեց, թե ինչ ճանապարհով, ավելացնում է Սերժ Սարգսյանը։ Կարճաժամկետ պայմանավորվածություններն ըստ նրա շատ կարևոր են ուղղված հրադադարի ամրապնդմանը։ Դրանք լակմուսի թղթի նման ցույց կտան, թե ինչպես են կողմերը կատարում իրենց պարտականությունները։ Դուք գիտեք, որ տևական ժամանակ մենք խոսում էինք